ծառայողներին։ Նոր ուսումնական տարում Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններ են ընդունվել մի խումբ իգական սեռի ներկայացուցիչներ։ Ընդունելության քննությունները հաջող հաղթահարած աղջիկները 4 տարի անց ստանալով սպայական ուսադիրներ արդեն որպես հրամանատարներ իրենց զինվորական ծառայությունը կշարունակեն զորքերում։ Իգական սեռի ներկայացուցիչ կուրսանտներին հանդիպել է իմ գործընկեր Նաիրա Ամբարձումյանը։ Մարիամ Վարդանյանը դաշնամուր է նվագում, կոմիտաս կատարում։ Առաջին հայացքից թվում է, թե անհնար է այս ամենը համատեղել զինվորական համազգեստի, զենքի ու զինավարժությունների հետ, բայց դա միայն առաջին հայացքից։ Հետաքրքրությունը ծագել է ՆԶԲ առարկայի դեռևս առաջին դասընթացներից, այնուհետև զարգացել է եւ տեղի ունեցան ռազմագիտության օլիմպիադաներ, որի արդյունքում, որի շնորհիվ արդեն վերջնական կողմնորոշվեցի մասնագիտությանս մեջ։ Ճանաչվել եմ որպես լավագույն հրաձիգ, աղջիկների մեջ որպես խիզախ մասնակից, ապարգևատրվել եմ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության եւ Կրթության գիտության նախարարությունների կողմից։ Արմինեն էլ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից է։ Ապրելով սահմանին հարակից գյուղում, Արմինեն դեռ վաղ մանկությունից գիտե, թե ինչ կարևորություն ունի զինվորականը մեր երկրի համար։ Ըստ այդմ զարմանալի չէ, որ երբ մասնագիտություն ընտրելու ժամանակը եկավ, որոշեց կուրսանտական ուսադիրներ կրել։ Լուսինեի հայրիկն էլ Արցախյան ազատամարտի մասնակից է։ Ուստի պատահական չէ, որ դուստրը զինվորական դառնալու երազանք է ունեցել։ Հայրս, երբ որ իմացավ, ընդհանրապես ծնողներս, երբ որ իմացան, որ ցանկությունս ավելի մեծ ռազմականի վերաբերյալ, նրանք ինձ միանգամից առաջնորդեցին դեպի военկոմատ, որպեսզի գործերս դիմեմ եւ ընդունվեմ։ Սեդանել է մեծացել սահմանամերձ գյուղում։ Երազում է մի օր հայրենի չորաթանն անձամբ պաշտպանելու մասին։ Իմ ընկերներն շատ ուրախ են, ասում են պրիսագիտ գալու եմ։ Մամաս ասում է, հարևաններն ասում է գնում եմ աղջկաս պրիսագին։ Նաիրայի եղբայրն էլ հայկական բանակի սպա է։ 1 տարի առաջ է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Ստացվում է, որ հիմա կուրսանտական նստարանին եղբորը փոխարինում է քույրը։ Ծնողներս այսպես ամենաաջակցող մարդիկ են եղել, որ ես այստեղ ընդունվեմ։ Ռոզան էլ այն համոզմունքն ունի, որ երբ Աստված մի արասե մարտական գործողություններ սկսվեն, հայրենիքը պաշտպանելու են նաև աղջիկները, ուստի որոշել է այսօրվանից պատրաստվել ճակատագրի մարտահրավերներին։ Հետաքրքիր է, թե ինչ է կատարվում սահմանում ու կցանկանայի այնտեղ տեսնել, թե ինչով են զբաղվում զինվորները, օգնել նաև նրանց։ Այս տարի հայկական բանակի պատմության մեջ առաջին անգամ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացն ավարտեցին իգական սեռի 3 ներկայացուցիչներ։ Նրանք արդեն իսկ ծառայության են անցել զինված ուժերի տարբեր զորամասերում։ Շուտով կին զինծառայողների շարքերը կհամադրեն նաև այս աղջիկները։ Անցած տարի իմացա, որ ընդունելություն կա 2 ինստիտուտներում, Վազգեն Սարգսյանի եւ Խամփերյանցի, որոշեցի դիմեմ այստեղ։ Շատ էի սիրում այս մասնագիտությունը, հարգում էի համազգեստը, ինձ համար մեծ պատիվ էր կրել ընդհանրապես զինվորականի կոչումը եւ ստացվեց այնպես, որ որոշեցի գովազդը տեսնելով, որոշեցի ընդունվել ավիացիոն ինստիտուտ։ Դե ինչ, բարի ծառայություն ձեզ, սիրելի աղջիկ։